Տարեվերջան ամփոփիչ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյրուն Բայրամովն անդրադարձ է կատարել նաև անցնող տարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ըստ նրա, թերևս ամենակարևոր ձեռքբերումը այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կնքված համաձայնագիրն է, որը տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծում եւ բացում է նոր հնարավորություններ։ Բայրամովն ընդգծել է, որ նաև այս պայմանավորվածությունների արդյունքն է, որ վերջին շրջանում աստիճանաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրային կապեր են հաստատվում, նկատի ունենալով ադրբեջանական տարածքով ռուսական եւ ղազախական հացահատիկի տարանցումը Հայաստան եւ իհարկե աղմուկ անած ադրբեջանական վառելիքի ներկրումը մեր հանրապետություն։ Ըստ նրա, խաղաղության պայմանագրի հաստատման համար 2025 թվականը զգալի առաջընթացի տարի էր։ Դեռևս նոյեմբերին Գաբալայում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի զատման եւ գծման հանձնաժողովների աշխատանքային հանդիպում, իսկ նախկինում նման հանդիպումները անցկացվել են առցանց։ Այս մասին ասել է Բայրամովը, չմոռանալով հերթական անգամ խոսել նաև Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը եւ թրիփի պարտավորությունների լիակատար կատարումը պարտադիր պայմաններ են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հաստատման համար։ Տարեվերջան իր ճեպազրույցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա Թուրքիայի դերակատարության մասին, նկատելով, որ ինչպես բազմիցս թուրքական կողմի պաշտոնյաներն ընդգծել են, հայ-թուրքական հարաբերությունները սերտորեն կապված են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքի հետ։ Իմ գործընկեր Հական Ֆիդանը նույնպես ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները կապված են Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների հետ։ Ջեյհուն Բայրամովի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի հիմնական հատվածում, որը վերաբերել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խոսել է նաև թրիփ նախագծում ռուսական կողմի հնարավոր ներգրավվածության մասին, ընդգծելով, որ Հայաստանից իրենց հայտնել են, թե Սյունիքի մարզում երկաթուղային աշխատանքներում ռուսական կողմը չի կարող ներգրավել, քանի որ դեռևս օգոստոսին կնքված պայմանագրում դրա մասին որևէ կետ չկա։ Իսկ Ադրբեջանը թրիփ նախագծին վերաբերող իրենց մասով աշխատանքները ավարտելու է 2026 թվականի գարնանը, հավելել է Բայրամովը։ Իդեպ լրագրողներից մեկի Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ հարցին պատասխան Բայրամովն ասել է, թե եթե իրենց երկրի շահերից ելնի, անհրաժեշտություն ելնի, ապա անպայման կայցելի Հայաստան։